Բա հետո նիկ մարդիկ կան, որ արդարացնում են ու ասում են, որ ամեն իշխանություն Աստծուց է։ Դա այդպես է, թե ոչ։ Ես գիտեի, որ դու այդ հարցը տալու ես ինձ, դրա համար ես իմ հետ բերել եմ Աստվածաշունչ։ Հիմա տես։ Տեսնենք։ Աստվածաշունչում Հռոմեացիների թղթի մեջ գրված է 13-րդ գլուխ։ Ամեն մարդ թող հնազանդվի իշխանությանը, որի ներքո է, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի եւ գոյություն ունեցող իշխանությունը Աստծուց են կարգված։ Այնպես որ ով հակառակ է իշխանությանը, Աստծու հրամանն է հակառակ եւ նրան, ովքեր հակառակ են նրան։ Եթե մի իշխանություն տրված է Աստծուց, այդ իշխանությունները պետք է հնազանդ լինեն Աստծուն։ Այդ իշխանությունները պետք է հնազանդ լինեն եկեղեցուն։ Այդ իշխանությունները պետք է ապրեն բարոյական կյանքով։ Շատ ժամանակ որպես փորձություն է տրվում այդ ժողովրդին, երբ որ ժողովուրդը հեռանում է Աստծուց, այդ իշխանությունը որպես փորձություն է տրվում ժողովրդին։ Տրվում է ժողովրդին ի փորձություն, որպեսզի այդ ժողովուրդը դարձի գա դեպի Աստված։ Դրա համար այս մարդիկ կարգված են այս ժողովրդին որպես ինչ կարելի ասել, որպես հեռացման պատիժ ճակերտների մեջ։ Այսինքն մարդիկ այնքան հեռացան Աստծուց, այնքան Աստծուն հակառակվեցին, որ կարգվեց մի իշխանություն, որը որ այս մարդկանց համար իսկական էր։ Արժանի էին, այո։